Դիանա Գրիգորյանի վերջին զանգը սերիալում լարվածությունը հասել է իր գագաթնակետին։ Սոսն ու Լիլիթը վերջնականապես անցել են այն սահմանը, որից հետ վերադառնալն այլևս անհնար է։ Սոսն այլ ելք չտեսնելով զենքը պահում է Լիլիթի վրա, ստիպելով նրան ստորագրել ապահարզանի փաստաթղթերը։ Լիլիթի համար սա ոչ միայն խայտառակություն է, այլ նաև խորը ցավ իր փորձած բոլոր նվաստացումներով։ Նրա ներսում փոթորիկ է բարձրանում և նա հասնում է կատաղության այն աստիճանին, երբ խելամիտ որոշումներ կայացնելն արդեն անհնար է դառնում։ Լիլիթը տուն է վերադառնում, բայց նկատում է, որ Սոսը կարող է իր ազատությունից հետո ավելի մոտ գտնվել Աննային։ Այդ միտքը նրան ամբողջությամբ խելագարության է հասցնում, նրա գլխում ձևավորվում է վտանգավոր և մութ որոշում. եթե Աննան չլինի, Սոսը չի վերադառնա նրան, իսկ եթե Սոսը չունենա ուրիշը, գուցե վերադարձնի իրեն։ Ճակատագրական որոշման մեջ բոլորովին տարված նա շտապում է Աննայի տուն։ Աննան զարմացած և իհարկե մի փոքր հիասթափված, գուցե նույնիսկ վախեցած, որովհետև Լիլիթի տեսքը սովորական չէր, աչքերը կարմրած էին, շնչառությունն արագացած։ Լիլիթը միանգամից սկսում է գոռալ, մեղադրել Աննային առանց նրան մեկ վայրկյան հնարավորություն տալու բացատրվելու։ Աննան փորձում է պաշտպանվել, ասում է, որ լրիվ խելագարվել է, բայց Լիլիթին այլևս լսելն անհնար է։ Վեճը սրվում է և հանկարծ Լիլիթը հրում է Աննային ու ասում, որ իրեն Աննայի մահն է պետք։ Միայն այդ պահին ամեն ինչ կարծես դանդաղում է։ Աննան կորցնում է հավասարակշռությունը, նա հետ է գնում և գլխով հարվածում բազմոցի փայտյա եզրին։ Աննան ընկնում է հատակին և ուշագնաց վիճակում։ Լիլիթը չի էլ փորձում մոտենալ, նա պարզապես Աննային թողնում է անօգնական ու հեռանում։ Վերադառնում է տուն ու հորը խոստովանում, որ սպանել է քրոջը։ Բագրատը շոկի մեջ է, նրա դեմքը սպիտակում է, մատները դողում են, նա չի պատկերացնում, թե իր աղջիկն ինչպես կարող էր հասնել նման արարքի։ Նա փորձում է հասկանալ, թե ինչ է եղել իրականում, բայց Լիլիթի խոսքերը հնչում են ծանր ու մեղադրական։ Սակայն իրականությունն ուրիշ է։ Դիանա Գրիգորյանը երբեք նման կերպ չի կտրում պատմությունը։ Աննան սերիալի առանցքային կերպարներից է և նրա մահը չէր կարող լինել այսքան անիմաստ ու անավարտ։ Աննան դեռ պետք է իր աղջկան գրկի, Սոսի հետ խոսի, Անգելինայի ճակատագրին անդրադառնա։ Հետևաբար հեռուստադիտողի համար պարզ է. Աննան ողջ է, բայց նրա վիճակը ծանր է և ամենայն հավանականությամբ նրան կհասցնեն հիվանդանոց ուշագնաց ու տրավմատիկ վնասվածքով։ Սա սերիալի նոր շրջադարձի սկիզբն է, Լիլիթի արարքը երկար գաղտնի չի մնա։ Սոսն իր որոշմամբ կփոխի ամեն ինչ։ Աննայի վերադարձը կարող է բացահայտել նոր ինտրիգներ ու գաղտնիքներ, ներառյալ այն կարևոր թեման, որ Աննան դեռ պետք է պարզի՝ արդյոք ինքը Լիլիթի հետ որևէ ազգակցական կապ ունի և արդյոք իսկապես Բագրատի դուստրն է, թե ոչ։ Եվ հենց այստեղ սկսվում է նոր պայթյունը։ Դիանա Գրիգորյանը ոչ մի բան չի գրում պարզապես հենց այնպես։ Միայն ժամանակի հարց է, երբ Աննայի անգիտակից վիճակը, Լիլիթի խոչապը և Սոսի որոշումները բախվելու են միմյանց, ստեղծելով հերթական մեծ սկանդալը։ Իսկ մինչ կբացահայտվեն այս և այլ շատ հետաքրքիր գաղտնիքներ, չմոռանաք միանալ մեր ալիքին և իհարկե տեսանյութի մեկնաբանություններ բաժնում անպայման գրել ձեր կարծիքը։ Ինչ եք կարծում, ինչ է սպասվում այս հեռուստասերիալում և արդյոք Աննան իսկապես մահանալու է։ Իհարկե հեռուստադիտողների կարծիքներն այս առումով բաժանված են մի քանի խմբերի։ Հեռուստադիտողների մի մասը կարծում է, որ իսկապես Աննան կորցրել է հավասարակշռությունը, գլխով հարվածել գետնին ու մահացել։ Մյուս մասը կարծում են, որ Աննան դեռ անավարտ բազմաթիվ գործեր ունի և այսքան հեշտությամբ հնարավոր չէր, որ մահանար։ Դե ինչ, տեսանյութի մեկնաբանություններ բաժնում գրեք ձեր կարծիքը, յուրաքանչյուր կարծիք կարևոր է մեզ համար։ Չմոռանաք նաև բաժանորդագրվել, որպեսզի առաջինը լինեք տեղեկացված։ Գրեք ձեր կարծիքները, կիսվեք և իհարկե սեղմեք զանգակի կոճակը, որպեսզի առաջինը հենց դուք իմանաք մեր տեսանյութերի մասին։ Հեռուստադիտողները հիացած են նաև Արամի խաղով ու կարծում են, որ
Անգելինան ու Արամը հրաշալի քույր ու եղբայր են, և Արամը կարծեք թե Լիլիթի որդին չլինի այնքան բարի է, հասկացող, հասնող։ Բայց Անգելինան հայտնվել է երկու քարի արանքում. մի կողմից իր սերն է, մի կողմից խաբված լինելը։ Իհարկե Հենրին կարծեք թե կտրուկ որոշումներ է սկսել կայացնել, և Անգելինային ուղղակի հրում է ավտոմեքենան ու նրանք միասին հեռանում են։ Թե ինչպես կպահի Անգելինան այս ամենից հետո իրեն, և արդյոք կվերադառնա կրկին Հենրիի մոտ ու կների այս ամենը, ցույց կտա ժամանակը։ Բայց շատ շուտով Աննան հավանաբար հայտնվելու է բավական ծանր վիճակում հիվանդանոցում, և դրանից հետո նոր ինտրիգներ են սկսվելու։ Արդյոք Անգելինան հասնելու է Աննայի մոտ, որպեսզի գրկի նրան, քանի որ կարծում է, որ կորցնելու է։ Այս և այլ շատ հետաքրքիր գաղտնիքները կբացահայտվեն շատ շուտով։ Մնացեք մեզ հետ, դիտեք մեր կողմից պատրաստված տեսանյութերը և գրեք ձեր կարծիքները։